Նա աշխարհին պարգևեց լույս, սակայն ինքը մահացավ խավարի ու մենության մեջ։ Նրա կյանքի մեծ սերը ոչ թե կին էր, այլ սովորական սպիտակ աղավնի։ Նա հավատում էր, որ այդ թռչունի միջոցով տիեզերքը խոսում է իր հետ, եւ երբ աղավնին մահացավ, նա հայտարարեց, որ իր կյանքի գործն ավարտված է։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես մարդը, ով հաղթեց տեխնոլոգիական պատերազմում, պարտվեց կյանքի պայքորում։ Դուք կիմանաք, թե ինչու նա կամավոր հրաժարվեց միլիարդավոր դոլարներից, դատապարտելով իրեն աղքատության։ Բայց ամենակարևորը, մենք կպատմենք Թոմաս Էդիսոնի հետ նրա դաժան բախման իրական պատմությունը, որտեղ դավաճանությունն ու ստորությունը ընդամենը սկիզբն էին։ Սա այն պատմությունն է, որը դպրոցում ձեզ երբեք չեն պատմի։ Սեղմեք բաժանորդագրվել կոճակը հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք աշխարհի որ կետերից են մեզ դիտում։ 1856 թվական, հուլիսի 10, գիշեր։ Ավստրո-հունգարական կայսրության ծայրամասում գտնվող սերբական Սմիլյան գյուղը խեղդվում էր ամպրոպի և կայծակների մեջ։ Երկինքը պատռվում էր, կարծես աշխարհի վերջը լիներ։ Հենց այդ գիշեր փոքրիկ տան մեջ ծնվում էր մի երեխա։ Մանկաբարձուհին, սարսափահար նայելով դրսի մոլեգնությանը, սնահավատ վախով շշնջաց. «Սա խավարի երեխա կլինի»։ Բայց մայրը ուժասպառ, բայց վճռական ձայնով պատասխանեց. «Ոչ, նա լույսի երեխա կլինի»։ Ոչ ոք չէր կարող իմանալ, որ այդ երկու նախադասությունները դառնալու էին նորածնի ողջ կյանքի մարգարեությունը, հավերժական պայքար լույսի և խավարի միջև։ Նրա անունը Նիկոլա էր։ Նա ծնվել էր մի աշխարհում, որն ինքնին վառոդի տակառի վրա էր նստած։ Ավստրո-հունգարական կայսրությունը ճաքեր էր տալիս ազգային հակամարտություններից, իսկ Բալկանները եռում էին ապստամբության ոգով։ Նա սերբ էր, որը մեծանում էր Խորվաթիայի տարածքում, լինելով օտար իր իսկ հողում։ Այս զգացումը լինել միշտ դրսեք հետապնդելու էր նրան ողջ կյանքում, և Եվրոպայի փողոցներում, և Նյու Յորքի շეხեղ սրահներում։ Նրա ընտանիքը երկու իրարամերժ աշխարհների բախում էր։ Հայրը՝ Միլուտին Տեսլան, ուղղափառ քահանա էր, խիստ սկզբունքային պողպատե կամքով մարդ, որը երազում էր, որ իր որդին շարունակի իր գործը։ Նրա համար աշխարհը սև ու սպիտակ էր, կանոններ և հնազանդություն։ Բայց ինչ կարող էր իմանել մի հասարակ քահանան այն կրակի մասին, որն արդեն վառվում էր իր որդու հոգում։ Այդ կրակի աղբյուրը մայրն էր, Ջուկա Մանդիչը, մի կին, որը չգիտեր գրել-կարդալ, բայց անգիր գիտեր սերբական հազարավոր էպիկական բանաստեղծություններ։ Նա ուներ բացառիկ հիշողություն և գյուտարարի բնատուր տաղանդ։ Իր ձեռքերով նա ստեղծում էր կենցաղային մեխանիկական սարքեր, որոնք հեշտացնում էին կյանքը։ Հենց նրանից էր Նիկոլա ժառանգել իր ամենամեծ պարգևը և ամենասարսափելի անեծքը՝ տեսնելու աշխարհն այնպես, ինչպես ոչ ոք չէր տեսնում։ Դեռ մանկուց նա տարբերվում էր բոլորից։ Մինչ մյուս երեխաները խաղում էին, Նիկոլա ժամերով նստում էր, դիտելով կայծակները։ Նա ոչ թե վախենում էր, այլ հիանում։ Նրա մանկական մտքում մի հարց էր պտտվում. հնարավոր է հացանձել այդ երկնային կրակը։ Նրա ուղեղը լուսանկարչական ժապավենի պես էր, նա մեկ անգամ տեսնում էր որևէ բան և կարող էր այն մտքում վերարտադրել ամենայն մանրամասնությամբ։ Նա կարող էր անգիր անել ամբողջ գրքեր, բայց նաև չէր կարողանում մոռանալ այն, ինչը ցանկանում էր մոռանալ։ Այս տղան, որը պետք է դառնար էլեկտրականության դարաշրջանի մարգարեն, արդեն ցույց էր տալիս իր տարօրինակ բնավորության նշանները։ Նա հաշվում էր իր քայլերը, ուտելիքի կտորների քանակը, ամեն ինչ պետք է բաժանվեր 3-ի։ Ոչ ոք չէր հասկանում, որ սրանք ոչ թե մանկական քմահաճույքներ էին, այլ ապագա հանճարի մտքում տեղի ունեցող փոթորքի առաջին դրսևորումները։ Մի միտք, որն այնքան հզոր էր, որ հազիվ էր տեղավորվում փխրուն մարմնի մեջ։ Այդ հանգիստ գրքերով տարված տղան թվում էր սովորական մեկը, որը մեծանում էր քահանայի խիստ հսկողության տակ։ Բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ հանգիստ տղայի մտքում արդեն ծնվում էր մի փոթորիկ, որը շատ ավելի հզոր էր, քան այն մեկը, որը մոլեգնում էր նրա ծննդյան գիշերը։ Մի փոթորիկ, որը պայմանավորված էր ոչ թե բնության, այլ ընտանեկան մութ գաղտնիքով, որը շուտով պիտի պայթեր, ընդմիշտ փոխելով նրա ճակատագիրը։ Այդ ընտանեկան մութ գաղտնիքը անուն ուներ՝ Դեյն։ Նա Նիկոլայի ավագ եղբայրն էր, ընտանիքի հպարտությունը, հույսի շողը, իսկական հանճարը, որի համեմատ Նիկոլան թվում էր պարզապես ստվեր։ Դեյնը փայլուն էր, խարիզմատիկ, բոլորի սիրելին։ Ծնողները նրա վրա էին դրել իրենց բոլոր երազանքները։ Իսկ հետո տեղի ունեցավ սարսափելին։ 12-ամյա Դեյնը մահացավ, ընկնելով իր սիրելի ձիուց։ Պաշտոնական վարկածը դժբախտ պատահարն էր։ Բայց Տեսլաների տան պատերի ներսում շշնջում էին մեկ այլ, ավելի սարսափելի պատմություն։
Որոշ վարկածներով հենց 7-ամյա Նիկոլան էր, որ խանդից դրդված վախեցրել էր ձիուն, դառնալով իր եղբոր մահման անուղղակի պատճառը։ Արդյոք դա ճիշտ էր թե ոչ, այլևս կարևոր չէր։ Նիկոլայի մանկական հոգում այդ մեղքի զգացումը դաջվեց որպես անջնջելի խարան։ Այդ օրը մահացավ ոչ միայն Դեյնը։ Մի բան մահացավ նաև Նիկոլայի մեջ։ Եղբոր կորստից հետո նա սկսեց տեսնել տեսիլքներ։ Դրանք սկսվում էին լույսի կուրացնող պայթյուններով, որոնք այնքան իրական էին, որ խլում էին նրա տեսողությունը և խառնում իրականության զգացումը։ Այդ պայթյուններին հաջորդում էին մտքում հայտնվող բարդագույն սարքերի ու մեխանիզմների պատկերներ։ Սա նրա հանճարի ծնունդն էր, ծնված մեղքի զգացումից և անասելի ցավից։ Նրա բնավորությունը սկսեց փոխվել։ Նա դարձավ մոլուցքային։ Նա ատում էր մարգարիտները, կանանց ականջողերը, ուրիշի մազերին դիպչելը։ Ամեն ինչ պետք է կատարյալ լիներ։ Այս մոլուցքները նրա փխրուն հոգեկանի պաշտպանական մեխանիզմն էին, փորձելով կարգուկանոն հաստատել մի աշխարհում, որը նրա համար փլուզվել էր եղբոր մահվան հետ միասին։ Նա ապրում էր հանգուցյալ եղբոր ստվերի տակ, անընդհատ փորձելով ապացուցել ծնողներին և ինքն իրեն, որ ինքն էլ արժանի է ապրելու։ Հակամարտությունը հոր հետ անխուսափելի էր։ Միլուտին Տեսլան, կորցնելով իր սիրելի որդուն, ամբողջ ուժով կառչել էր մյուսից, պահանջելով, որ Նիկոլան քահանա դառնա։ Բայց Նիկոլան արդեն համտեսել էր գիտության արգելված պտուղը։ Նրա ֆիզիկայի ուսուցիչը դպրոցում ցուցադրում էր էլեկտրականության փորձեր, և այդ կայցերը Նիկոլայի համար ավելի սուրբ էին, քան եկեղեցու մոմերը։ Երբ հոր ճնշումը դարձավ անտանելի, Նիկոլան արեց մի բան, որը ցույց տվեց նրա կամքի աներևակայելի ուժը։ Նա դիտավորյալ չէր հետևում հիգիենայի կանոններին և վարակվեց խոլերայով։ 9 ամիս նա գտնվում էր մահվան շեմին։ Բժիշկներն արդեն հույսները կտրել էին։ Հենց այդ պահին, երբ հայրը հուսահատված ևս մեկ որդի կորցնելու մտքից նստած էր նրա մահճի մոտ, Նիկոլա հազիվ լսելի ձայնով ասաց. «Գուցե ես կապրեմ, եթե թույլ տաս ինժեներիա սովորել»։ Հայրը արցունքներն աչքերին խոստացավ, և հրաշք տեղի ունեցավ։ Այդ խոստումից հետո Նիկոլա սկսեց կտրուկ ապաքինվել։ Ողջ մնալով մահվան դեմ պայքարում, Տեսլան ստացավ իր ուզածը՝ ազատություն։ Նա ուղևորվեց Եվրոպա, սովորելու, համոզված լինելով, որ իր մտքի ուժը կհաղթի ցանկացած խոչընդոտի։ Բայց նա դեռ չգիտեր, որ հեռանալով տնից, իր հետ տանում էր ոչ միայն գիտելիքի ծարավը, այլև եղբոր ստվերը, որը կհետապնդեր նրան մինչև Ամերիկա և կմղեր նրան մի վտանգավոր խաղի մեջ, աշխարհի ամենահզոր գյուտարարի դեմ։ 1884 թվական, Նյու Յորք, աշխարհի մայրաքաղաքը, որտեղ երազանքները կամ դառնում էին կայսրություններ, կամ ջախջախվում էին գրանիտե մայթերին։ Այս քաղաք ժամանեց 28-ամյա Նիկոլա Տեսլան, գրպանում 4 ցենտ, մի քանի բանաստեղծություն և մի նամակ, ուղղված Ամերիկայի չթաքադրված արքային՝ Թոմաս Ալվա Էդիսոնին։ Նամակում գրված էր. «Ես ճանաչում եմ երկու մեծ մարդու, մեկը դուք եք, մյուսը այս երիտասարդը»։ Տեսլան եկել էր որպեսի սանձի կայծակը, բայց նա դեռ չգիտեր, որ ընկնելու է վիշապի բույնը։ Էդիսոնը Տեսլայի հակապատկերն էր։ Եթե Տեսլան տեսլական ունեցող երազող էր, ում գաղափարները ծնվում էին մտքի կայծակնային փայլատակումներից, ապա Էդիսոնը պրագմատիկ էր, անողոք բիզնեսմեն, որի կայսրությունը կառուցված էր հազարավոր անհաջող փորձերի և մեկ հաջողության վրա։ Նա Մենլո պարկի կախարդն էր, որը լույս էր վաճառում, և նրա լույս ուներ անուն, հաստատուն հոսանք։ Երբ Տեսլան ոգևորված ներկայացրեց իր հեղափոխական գաղափարը փոփոխական հոսանքը, որը կարող էր էներգիան փոխանցել հարյուրավոր կիլոմետրեր, Էդիսոնը պարզապես ծիծաղեց։ Նրա համար դա եվրոպացի երազողի անիմաստ հեքիաթ էր, որը սպառնում էր իր միլիոնանոց բիզնեսին։ Բայց Էդիսոնը հիմար չէր։ Նա անմիջապես նկատեց երիտասարդ սերպի փայլուն միտքը և որոշեց այն օգտագործել իր նպատակների համար։ Նա Տեսլային առաջարկեց գործարք, որը կարող էր փոխել ամեն ինչ։ «Բարելավիր իմ հաստատուն հոսանքի գեներատորները, լուծիր այն խնդիրները, որոնք իմ ինժեներները չեն կարողանում լուծել, և ես քեզ կվճարեմ $50,000։ Այդ ժամանակների համար դա աստղաբաշխական գումար էր, մի ամբողջ կարողություն։ Տեսլայի համար դա ոչ միայն փող էր, այլև հնարավորություն ապացուցելու իր արժեքը։ Նա ընդունեց մարտահրավերը։ Ամիսներ շարունակ Տեսլան մոռացավ քնի և հանգստի մասին։ Նա աշխատում էր օրական 18, երբեմն 20 ժամ։ Նրա ուղեղը վերածվել էր կենդանի լաբորատորիայի, որտեղ սխեմաներն ու լուծումները ծնվում էին անդադար։ Եվ նա արեց անհնարինը։ Նա ոչ միայն բարելավեց Էդիսոնի գեներատորները, այլև ամբողջությամբ վերափոխեց դրանք, դարձնելով անհամեմատ ավելի արդյունավետ և շահութաբեր։
Նա կատարեց իր խոստումը, փրկելով Էդիսոնի ընկերությանը հսկայական կորուստներից։ Հաղթանակած եւ հպարտ նա մտավ Էդիսոնի գրասենյակ իր վաստակած պարգևի հետևից։ Տեսլան բացատրեց, որ աշխատանքն ավարտված է։ Էդիսոնը գոհունակությամբ գլխով արեց։ «Եվ ուրեմն, պարոն Էդիսոն, ես կցանկանայի ստանալ իմ $50,000, ասաց Տեսլան։ Էդիսոնը նայեց նրան, եւ նրա դեմքին հայտնվեց քամահրական ժպիտ։ Նա սկսեց բարձրաձայն ծիծաղել։ «Տեսլա», ասաց նա, «դուք դեռ չեք հասկանում մեր ամերիկան հումորը»։ Այդ պահին Տեսլայի աշխարհը փլուզվեց։ Նա հասկացավ, որ իրեն պարզապես օգտագործել եւ դուրս են շպրտել։ Դա ոչ թե հումոր էր, այլ դաժան դավաճանություն։ Առանց մեկ բառ ասելու նա շրջվեց եւ ընդմիշտ դուրս եկավ այդ դռնից։ Փոսի հատակին, ցեխի ու հուսահատության մեջ Տեսլան կարող էր կոտրվել եւ ընդմիշտ մոռանալ իր երազանքների մասին։ Նա ստիպված էր աշխատել որպես փոս փորող, օրական $2, որպեսզի սովից չմահանա։ Մարդը, որը եկել էր լուսավորելու աշխարհը, այժմ ցեխի մեջ էր փորում հողը։ Բայց Էդիսոնի դավաճանությունը նրա մեջ արթնացրեց ոչ թե հուսահատություն, այլ վրեժի ծարավ։ Նա երդվեց ոչ միայն ապացուցել իր իրավացությունը, այլև կործանել Էդիսոնի կայսրությունը։ Բայց դա բավարար չէ, նա պետք է լուսավորել ամբողջ աշխարհը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լիներ արյունոտ ճանապարհով։ Ցեխի միջից դուրս եկած Տեսլան այլևս նախկին երազողը չէր։ Նրա հոգում վրեժի կրակն այնքան ուժեղ էր վառվում, որ կարող էր լուսավորել Նյու Յորքի ամենամութ անկյունները։ Եվ ճակատագիրը նրան ուղարկեց դաշնակից, մարդ, որն ատում էր Էդիսոնին նույնքան, որքան ինքը։ Նրա անունը Ջորջ Վեսթինգհաուզեր, արդյունաբերական մագնատ, գյուտարար եւ Էդիսոնի գլխավոր մրցակիցը։ Վեսթինգհաուզը Տեսլայի փոփոխական հոսանքի համակարգի մեջ ոչ թե վտանգ, այլ ապագա։ Նա գնեց Տեսլայի բոլոր արտոնագրերը եւ նրան առաջարկեց մի պայմանագիր, որը կարող էր նրան դարձնել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Պատերազմը սկսվեց։ Սա այլևս գիտական բանավեճ չէր, սա կյանքի ու մահվան կռիվ էր, որը պատմության մեջ մտավ որպես հոսանքների պատերազմ։ Էդիսոնը, հասկանալով, որ տեխնիկապես պարտվում է, դիմեց ամենասարսափելի զենքին՝ վախին։ Նա սկսեց աննախադեպ սև թարոզաշավ։ Նրա գործակալները թափառական շներ ու կատուներ էին հավաքում փողոցներից եւ հրապարակակավ հոսանքահարում դրանք Տեսլայի փոփոխական հոսանքով, ամբողջին ցույց տալու համար, թե որքան մահացու է այդ տեխնոլոգիան։ Բայց սա դեռ սկիզբն էր։ Էդիսոնի արշավի գագաթնակետը դարձավ մի փղի՝ Տոպսիի հրապարակային մահապատիժը։ Հազարավոր մարդկանց աչքի առաջ նրանք կենթանուն հոսանքահարեցին փոփոխական հոսանքով, վերածելով այս ողբերգությունը սարսափի շոուի։ Էդիսոնն այնքան հեռու գնաց, որ գաղտնի ֆինանսավորեց առաջին էլեկտրական աթոռի ստեղծումը, պնդելով, որ այն պետք է աշխատի հենց փոփոխական հոսանքով։ Նրա նպատակը պարզ էր՝ մարդկանց գիտակցության մեջ Տեսլա եւ մահ բառերը դարձնել հոմանիշներ։ Տեսլան սարսափի մեջ էր, նրա մաքուր գիտությունը վերածել էին կեղտոտ կրկեսի։ Նա հասկացավ, որ լաբորատորիայի լռության մեջ Էդիսոնին հաղթելն անհնար է, պետք էր դուրս գալ բեմ եւ խաղալ նույն կանոններով։ Եվ Տեսլան, ինտրովերտ ամաչկոտ գիտնականը, վերածվեց շոումենի։ Նա իր լաբորատորիայում կազմակերպում էր ցնցող ներկայացումներ։ Նա բեմ էր բարձրանում եւ իր մարմնի միջով բաց թողնում 100 հազարավոր վոլտ լարման հոսանք։ Կայծակները պարում էին նրա մատների շուրջ, իսկ ձեռքերում վառվում էին անլար լամպեր։ Նա դարձել էր էլեկտրականության քախարդը, կենթանի ապացույցը, որ իր հոսանքը ոչ թե մահ է սփռում, այլ լույս։ Բայց այս պատերազմը քայքայում էր Վեսթինգհաուզի ֆինանսները։ Բանկիրները JP Morgan-ի գլխավորությամբ, որոնք աջակցում էին Էդիսոնին, Վեսթինգհաուզին կանգնեցրին ընտրության առաջ, կամ նա կխզի պայմանագիրը Տեսլայի հետ, կամ կսնանկանա։ Պայմանագրի համաձայն Տեսլան պետք է ստանար $1 ռոյալթի յուրաքանչյուր արտադրված ձիահուշ էլեկտրաէներգիայի համար։ Այդ պայմանագիրը նրան կդարձներ աշխարհի առաջին միլիարդատերը։ Մի օր Վեսթինգհաուզը հուսահատ եկավ Տեսլայի մոտ եւ բացատրեց իրավիճակը։ Նա պատրաստ էր կորցնել ամեն ինչ, բայց չդավաճանել Տեսլային։ Տեսլան լսեց նրան, վերցրեց պայմանագիրը, որը նրա ապագա հարստության երաշխիքն էր, եւ առանց մի վայրկյան վարանելու պատռեց այն։ «Պարոն Վեսթինգհաուզ», ասաց նա, «դուք հավատացիք ինձ, երբ ուրիշ ոչ ոք չհավատաց։ Ես ձեզ չեմ թողնի սնանկանաք»։ Այդ պահին նա զոհաբերեց իր անձնական կարողությունը հանուն իր երազանքի հաղթանակի։ Պատռելով պայմանագիրը, Տեսլան հաղթեց պատերազմում եւ փրկեց իր երազանքը։ 1893 թվականին Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսը լուսավորվեց նրա հոսանքով, աշխարհին ցույց տալով ապագայի լույսը։
Նա կանգնած էր փառքի գագաթին, բայց հենց այդ պահին, երբ թվում էր, թե նա հասել է ամեն ինչի, նրա մտքում ծնվեց մի նոր, շատ ավելի վտանգավոր գաղափար, որը կարող էր մարդկությանը տալ աստվածային զորություն կամ ընդմիշտ կործանել իրեն։ Այդ վտանգավոր գաղափարը դարձավ նրան նոր մոլուցքը։ Հաղթելով Էդիսոնին, Տեսլան կանգնած էր աշխարհի գագաթին։ Նա այլևս սովորական գյուտարար չէր, նա աստղ էր, ժամանակակից Պրոմեթևսը, որը կրակ էր բերել մարդկանց։ Նրա լաբորատորիան վերածվել էր ուխտատեղի, որտեղ այցելում էին Նյու Յորքի ամենահայտնի մարդիկ՝ գրողներ, դերասաններ, բանկիրներ։ Նրանցից մեկը գրող Մարկ Տվենն էր, որի հետ Տեսլան մտերիմ ընկերներ դարձավ։ Նրանք միասին ժամեր էին անցկացնում լաբորատորիայում, խաղալով էլեկտրականության հետ, ինչպես երեխաները խաղում են կրակի հետ։ Տեսլան աշխարհին ներկայացրեց ռադիոյի, հեռակառավարման վահանակի, ռենտգենյան ճառագայթների և նեոնային լույսերի։ Նա ցուցադրեց մի նավակ, որը կառավարվում էր ռադիոազդանշաններով, ապշեցնելով հանրությանը։ Նա դարձել էր մարդ, որն ապրում էր ապագայում և ժամանակ առ ժամանակ վերադառնում էր ներկա, ցույց տալու դրա հրաշքները։ Նա ճաշում էր Նյու Յորքի ամենաշքեղ ռեստորաններում, հագնում էր անթերի կոստյումներ և շփվում էր բարձր հասարակացության հետ։ Բայց այս ամբողջ փայլի հետևում նա մնում էր անսահման միայնակ։ Հաղթանակը նրան բավարարվածություն չբերեց։ Փոփոխական հոսանքը, որի համար նա այդքան պայքարել էր, այլևս նրան չէր հետաքրքրում։ Նրա միտքն արդեն զբաղված էր մի նոր, անհամեմատ ավելի հավակնոտ նպատակով՝ ստեղծել համաշխարհային անլար համակարգ։ Նա երազում էր մի աշխարհի մասին, որտեղ ոչ միայն տեղեկատվությունը, այլև էլեկտրաէներգիան կփոխանցվեր աշխարհի ցանկացած կետ, առանց լարերի, օդի միջոցով։ Սա կնշանակեր անվճար էներգիա բոլորի համար։ Սա հեղափոխություն չէր, սա ուտոպիա էր։ Այս երազանքն իրականացնելու համար նա մեկնեց Կոլորադո Սփրինգս և կառուցեց գաղտնի լաբորատորիա։ Այնտեղ քաղաքակրթությունից հեռու նա սկսեց իր ամենախելահեղ փորձարկումները։ Նա կառուցեց հսկայական կոչ, որը ստեղծում էր միլիոնավոր վոլտ լարում և 40 մետրանոց արհեստական կայծակներ։ Այդ կայծակների որոտը լսվում էր տասնյակ կիլոմետրեր հեռվից, իսկ լույսը գիշերային երկինքը վերածում էր ցերեկվա։ Մի փորձարկման ժամանակ նա այնքան հզոր էլեկտրական լիցք առաջացրեց, որ ամբողջ քաղաքի էլեկտրակայանը այրվեց, թողնելով բնակիչներին խավարի մեջ։ Նա աստծու հետ էր խաղում։ Հենց այդտեղ Կոլորադոյի լռության մեջ նրա հանճարի և խելագարության միջև սահմանը սկսեց ջնջվել։ Նա սկսեց պնդել, որ իր սարքերով որսացել է տիեզերական ռիթմիկ ազդանշաններ։ Նա համոզված էր, որ դրանք ուղարկվել են Մարսի կամ Վեներայի բնակիչների կողմից։ Նա հայտարարեց, որ շփման մեջ է մտել այլ մոլորակայինների հետ։ Մարդիկ, որոնք երեկ նրան հերոս էին համարում, այսօր սկսեցին կասկածել նրա մեչիանեի։ Նա հանճար էր, թե պարզապես խելագար։ Տեսլան վերադարձավ Նյու Յորք, համոզված, որ գտել է աշխարհը փոխելու բանալին։ Նրան պետք էր ընդամենը մեկ բան՝ փող, որպեսզի կառուցի իր մեծագույն երազանքը՝ հսկայական աշտարակ, որը կդառնար անվճար էներգիայի համաշխարհային ցանցի սիրտը։ Եվ նա դիմեց այն ժամանակվա աշխարհի ամենահզոր և անոհոք մարդուն՝ բանկիր Ջեյ Պ. Մորգանին։ Տեսլան կարծում էր, որ Մորգանը կֆինանսավորի մարդկության փրկությունը, բայց նա չէր հասկանում, որ մտնում է մի գործարքի մեջ, որը կնքված էր դժոխքում։ Պ. Մորգանը ոչ թե մարդ էր, այլ կայսրություն։ Նա կապիտալիզմի մարմնացումն էր, որի համար գաղափարներն արժեք ունեին միայն այն դեպքում, եթե դրանք կարելի էր վերածել ոսկու։ Տեսլան իր հանճարեղ միամտությամբ եկավ նրա մոտ և խնդրեց ֆինանսավորել իր ուտոպիան, բայց նա կատարեց ճակատատագրական սխալ։ Նա Մորգանից թաքցրեց իր իրական նպատակը՝ անվճար էներգիա բոլորի համար։ Փոխարենը նա ներկայացրեց նախագիծը որպես համաշխարհային անլար հեռագրային համակարգ, որը կարող էր մրցակցել Գուլիելմո Մարկոնիի նորաստեղծ ռադիոյի հետ։ Մորգանը, տեսնելով շահույթի հնարավորություն, տվեց $150,000։ Լոնգ Այլենդում սկսվեց հսկայական 57 մետրանոց Վորդենքլիֆ աշտարակի շինարարությունը։ Սա պետք է դառնար Տեսլայի նոր աշխարհի սիրտը, նրա երազանքի մարմնացումը։ Բայց Տեսլայի պերֆեկցիոնիզմը դարձավ նրա թշնամին։ Նա անընդհատ փոխում էր նախագիծը, պահանջում էր ավելի լավ նյութեր, ավելի բարդ սարքավորումներ։ Գումարը սկսեց հալվել աչքի առաջ, իսկ աշտարակը դեռ կիսատ էր։ Շուտով Տեսլան հասկացավ, որ Մորգանի տված գումարը չի բավականացնի։ Հուսահատ նա կրկին գնաց Մորգանի մոտ լրացուցիչ ֆինանսավորում խնդրելու։ Հենց այդտեղ, Վոլ Սթրիթի պողպատե սրտում, տեղի ունեցավ նրանց ճակատագրական խոսակցությունը։ Տեսլան, այլևս չկարողանալով թաքցնել իր իրական տեսլականը, կրքոտ նկարագրեց իր երազանքը՝ էներգիա, որը հասանելի կլինի բոլորին, անվճար, օդի միջոցով։ Մորգանը լուռ լսեց նրան, ապա տվեց մի հարց, որը սառցե դաշինի պես խրվեց Տեսլայի սիրտը։ «Պանոն Տեսլա», հարցրեց նա, «եթե յուրաքանչյուրը կարող է օգտվել էներգիայից, ապա որտեղ մենք դնենք հաշվիչը»։
Այդ պահին Տեսլան հասկացավ իր սխալի ամբողջ խորությունը։ Նա եկել էր մարգարեի պես, խոսելով մարդկության բարօրության մասին, բայց խոսում էր մի մարդու հետ, որի միակ Աստվածը շահույթն էր։ Մորգանը ոչ միայն մերժեց լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, այլև օգտագործեց իր ողջ ազդեցությունը, որպեսի ոչ մի այլ բանկիր փող չտա Տեսլային։ Նա Տեսլային դատապարտեց ֆինանսական մահվան։ Եվ հենց այդ պահին կարծես ճակատագիրը ծաղրում էր նրան։ Օվկիանոսի մյուս կողմից եկավ մի լուր, որը վերջնականապես կնքեց Տեսլայի ճակատագիրը։ Գուլիելմո Մարկոնին, օգտագործելով Տեսլայի 17 արտոնագրերը, հաջողությամբ իրականացրեց առաջին տրանսատլանտյան ռադիոազդանշանի փոխանցումը։ Աշխարհը ցնծում էր, ծափահարելով Մարկոնիին որպես ռադիոյի հոր։ Տեսլան, իսկական հանճարը, մնաց ստվերում, մինչդեռ նրա գաղափարները գողացած մարդը վայելում էր փառքի պտուղները։ Մորգանի համար սա վերջնական փաստարկն էր։ Ռադիոն արդեն գոյություն ուներ, և Տեսլայի աշտարակ այլևս իմաստ չուներ։ Լքված բոլորի կողմից, պարտքերի մեջ կորած, Տեսլան սարսափով դիտում էր, թե ինչպես է իր երազանքի աշտարակը վերածվում ժանգոտած կմախքի։ Նա կորցրեց ամեն ինչ՝ փողը, հեղինակությունը, ապագան։ Նա փորձում էր փրկել իր ժառանգությունը, գրում էր նամակներ, փնտրում էր նոր ներդրողներ, բայց Մորգանի խոսքը ավելի ուժեղ էր։ Ոչ ոք չէր համարձակվում օգնել նրան։ Բայց ամենասարսափելին առջևում էր։ Նրա ներքին դևերը, որոնք մինչ այդ զսպվում էին աշխատանքով, այժմ ազատ էին արձակվել, և նրանք եկել էին տանելու իրենց վերջին զոհը։ Ներքին դևերը հաղթեցին։ Այն հանճարը, որը ժամանակին իր մարմնով հոսանք էր անցկացնում, այժմ վախենում էր սեփական ստվերից։ 1917 թվականին Վորդենքլիֆի աշտարակը, նրա երազանքի հուշարձանը, պայթեցվեց և վաճառվեց որպես մետաղի ջարդոն մարելու նրա պարտքերի մի չնչին մասը։ Այդ պայթյունի ձայնը Տեսլայի համար իր սեփական կայսրության թաղման քայլերքն էր։ Նա կորցրեց ամեն ինչ, նրա լաբորատորիան այրվեց, արտոնագրերի մեծ մասը անցան ուրիշներին։ Նա սկսեց ապրել Նյու Յորքի տարբեր հյուրարոցներում, անընդհատ տեղափոխվելով, երբ պարտքերը կուտակվում էին։ Աշխարհը մոռացավ նրան։ Այն մարդիկ, որոնք երեկ ծափահարում էին նրան, այսօր անտարբեր անցնում էին փողոցում նրա կողքով։ Նրա էքսցենտրիկությունը հասավ իր գագաթնակետին։ Նա ապրում էր լիակատար մեկուսացման մեջ։ Նրա միակ ընկերները դարձան Նյու Յորքի այգիները։ Ամեն օր, անկախ եղանակից, նա գնում էր նրանց կերակրելու։ Նա հիվանդ թռչուններին տանում էր իր հյուրանոցի սենյակ և խնամում նրանց, ծախսելով իր վերջին գումարները հատուկ կեր գնելու համար։ Եվ հետո նրա կյանքում հայտնվեց նա, սպիտակ, էգ-աղավնի, որի աչքերում ըստ Տեսլայի կար անսահման իմաստություն։ Նա դարձավ նրա կյանքի մեծ սերը, նրա միակ մտերիմը։ Տարիներ անց նա կխոստովանի. «Ես սիրում էի այդ աղավնուն, ինչպես տղամարդը սիրում է կնոջը, և նա էլ ինձ էր սիրում։ Քանի դեռ նա ինձ հետ էր, իմ կյանքն իմաստ ուներ»։ Այս խոսքերի մեջ էր նրա ողջ ողբերգությունը։ Մարդը, որը կարող էր շփվել տիեզերքի հետ, չկարողացավ մարդկային լեզու գտնել իր ժամանակակիցների հետ։ Մի գիշեր, երբ նա պառկած էր իր հյուրանոցի մութ սենյակում, աղավնին թռչելով մտավ բաց պատուհանից։ Տեսլան պնդում էր, որ թռչունի աչքերից լույսի երկու հզոր շող արձակվեց, ավելի պայծառ, քան իր ստեղծած ամենահզոր լամպերը։ Այդ լույսը կուրացրեց նրան, և երբ նա ուշքի եկավ, աղավնին մահացած պառկած էր իր ձեռքերի մեջ։ Այդ պահին, ասում էր Տեսլան, ես հասկացա, որ իմ կյանքի աշխատանքն ավարտված է։ Նրա աշխարհի վերջին լույսը հանգավ։ 1943 թվականի հունվարի 7, 86-ամյա Նիկոլա Տեսլան մահացավ միայնակ, Նյու Յորքի Նյու Յորքեր հյուրանոցի 33-րդ հարկի իր սենյակում, աղքատության և մոռացության մեջ։ Մարդը, որը լուսավորեց աշխարհը, մահացավ խավարի մեջ։ Նրա մահվան մասին իմացան միայն 2 օր անց, երբ սպասուհին, անտեսելով չանհանգստացնել ցուցանակը, մտավ սենյակ։ Նրա մահվան լուրը տարածվելուն պես հյուրանոցի սենյակ են ներխուժում ոչ թե բժիշկներ կամ հարազատներ, այլ ՀԴԲ-ի գործակալներ։ Նրանք կնքում են սենյակը և առգրավում Տեսլայի բոլոր փաստաթղթերը, գծագրերն ու անձնական իրերը, 2 բեռնատար թուղթ։ Ինչ էին փնտրում նրանք մի աղքատ, մոռացված ծերունու թղթերի մեջ։ Գուցե նրանք գիտեին մի բան, որ աշխարհը դեռ պետք է բացահայտեր։ Տեսլայի ամենասարսափելի գյուտի գաղտնիքը։ ՀԴԲ-ի գործակալները փնտրում էին մահվան ճառագայթի գծագրերը։ Տեսլան իր կնքի վերջին տարիներին պնդում էր, որ ստեղծել է մի զենք Տելեֆորս, որը կարող է մասնիկների հզոր փունջ արձակել և հարյուրավոր կիլոմետրեր հեռավորությունից ոչնչացնել 10,000 ինքնաթիռից բաղկացած բանակ։
Սա նրա վերջին, ամենասարսափելի երազանքն էր, զենք, որն այնքան հզոր կլիներ, որ պատերազմներն անիմաստ կդարձներ։ ՀԴԲ-ն, վախենալով, որ այս գծագրերը կընկնեն թշնամու ձեռքը, առգրավեց նրա ամբողջ արխիվը։ Զենքը երբեք չգտնվեց, բայց այս պատմությունը սկիզբ դրեց Տեսլայի շուրջ բազմաթիվ դավադրությունների տեսությունների, որոնք շարունակվում են մինչ օրս։ Նրա մահից ընդամենը մի քանի ամիս անց ճակատագիրը վերջապես ժպտաց նրան, բայց արդեն ուշ էր։ ԱՄՆ Գերագույն դատարանը երկար տարիների դատավարությունից հետո վերջապես ճանաչեց Տեսլայի առաջնահերթությունը ռադիոյի գյուտի հարցում, հետմահու խլելով այն Մարկոնիից։ Արդարությունը հաղթանակեց, բայց հերոսն այլևս չկար, որ տեսներ իր հաղթանակը։ Նրա անունը տասնամյակներ շարունակ մնաց մոռացության մեջ, դասագրքերում հիշատակվելով միայն որպես էքսցենտրիկ գիտնական։ Բայց 21-րդ դարում Տեսլան վերածնվեց։ Համացանցի դարաշրջանը նրան դարձրեց իրական կուռք, չհասկացված հանճարի խորհրդանիշ։ Այսօր մենք ապրում ենք Տեսլայի ստեղծած աշխարհում։ Երբ դուք միացնում եք լույսը, դուք օգտագործում եք նրա փոփոխական հոսանքը։ Երբ դուք օգտվում եք Wi-Fi-ից կամ միացնում եք հեռուստացույցը հեռակառավարման վահանակով, դուք օգտագործում եք նրա անլար տեխնոլոգիաների սկզբունքները։ Նույնիսկ Իլոն Մասկը, մեր ժամանակների ամենահայտնի նորարարներից մեկը, իր էլեկտրամոբիլների ընկերությունը անվանեց Տեսլա, ի պատիվ այն մարդու, որը սկիզբ դրեց այդ հեղափոխությանը։ Ի վերջո, ով էր Նիկոլա Տեսլան, էլեկտրաէներգիայի մարգարե, թե խելագար գյուտարար։ Նա երկուսն էր։ Նա Պրոմեթևեսն էր, որը մարդկանց կրակ տվեց և դրա համար պատժվեց ոչ թե աստվածների, այլ մարդկանց կողմից։ Նրա ողբերգությունն այն էր, որ նա ծնվել էր սխալ դարում։ Նա աշխարհին տվեց 20-րդ դարը, բայց ինքը մտքով ապրում էր 21-րդում։ Նրա պատմությունը ցույց է տալիս, որ հանճարը կարող է հաղթել գիտության պատերազմում, բայց պարտվել կյանքի պայքարում, եթե այն զուրկ է առևտրային խորամանկությունից։ Հաջորդ անգամ, երբ սեղմեք լույսի անջատիչը, միացնեք ձեր սմարթֆոնը կամ լսեք ռադիո։ Հիշեք Նիկոլա Տեսլային։ Հիշեք այն մարդում, որն ապրեց և մահացավ, որպեսզի դուք ապրեք լույսի մեջ։ Նրա ժառանգությունը ոչ թե իր ստեղծած սարքերն են, այլ այն երազանքը, որը դեռ ապրում է։ Երազանք ավելի լավ, ավելի լուսավոր աշխարհի մասին, որտեղ գիտելիքը և էներգիան հասանելի են բոլորին։ Եվ գուցե հենց մեր սերունդն է, որ պետք է վերջապես իրականացնի նրա այդ մեծագույն, անկատար երազանքը։